Ողջույն, այս հաղորդմանը կանդրադառնանք 3 թեմայի։ Առաջինը վերաբերվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության համաձայնագրի շուրջ շարունակվող բանավեճին։ Այնուհետև կխոսենք ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի X-ում շատ հետաքրքիր գրառման մասին։ Հաղորդումը կեզրափակենք հայաստանյան մի քանի հետաքրքիր բիզնես նորություններով։ Ինչ հայտարարություններ ենք լսում Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներից կամ հենց բռնապետ Իլհամ Ալիևից։ Նրանք շարունակ ամեն տեսակ հավելյալ պայմաններ ու հարցեր են առաջ քաշում, որոնք պարզապես չկային այս փաստաթղթում, որին իրենք համաձայնել էին։ Մի բան հաստատ գիտենք, ոչինչ չի ստորագրվելու։ Միակ փոփոխությունը կլինի այն, որ եթե նախկինում ասում էին, թե հրաժարվում են որևէ բանի շուրջ պայմանավորվել, ապա հիմա կասեն, թե համաձայնության են եկել, բայց չենք ստորագրի այն։ Հասկանալու համար, թե որքան է դա սրվել, բավարար է միայն տեսնել, թե Բաքվի բռնապետը քանի հարցազրույց է տվել եւ քանի ելույթ է ունեցել, որոնցում պահանջում է արտահանձնել Հայաստանի նախկին նախագահներին, որպեսզի Բաքվում անցկացնի, ինչպես ինքն է ասել, Նյուրնբերգ 2 դատավարություն։ Նա նաեւ պահանջել է, որ Հայաստանը ապամոնտաժի բոլոր նորակառույց պաշտպանական ամրությունները։ Բացի այդ, նա ԱՄՆ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների շարունակ մեղադրել է նրանում, թե Հայաստանից գումար են ստանում, ինչ էլ որ դա նշանակի։ Ալիևը ԵՄ դիտորդներին մեղադրել է իրենց սահմանային առաքելությամբ իր երկիր մտնելու փորձեր անելու մեջ եւ կրկին պահանջել պուտինյան միջանցք Սյունիքով։ Կարևոր է հասկանալ, թե դա ինչ է նշանակում։ Ավելի ու ավելի պարզ է դառնում, որ երբ Ադրբեջանն ու Ռուսաստանը հավանություն տվեցին Արցախում էթնիկ զտմանը, Բաքվի բռնապետը Մոսկվայում իր դաշնակցին խոստացավ ապահովել պուտինյան միջանցքը Սյունիքով։ Նոյեմբերի 9-ի համաձայնագրի պայմանների կատարումը կնշանակի, որ այս ճանապարհը վերահսկվելու է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կողմից։ Այժմ նա փորձում է կատարել այդ խոստումը, որ տվել է իր ընկերոջը։ Այնուհետև նա ԱՄՆ պետդեպարտամենտին մեղադրել է COP29-ի ձախողված միջոցառումը սաբոտաժի ենթարկելու մեջ։ Ավելի տագնապալի է, որ վերջին 5-6 օրվա ընթացքում նա գրեթե ամեն օր սրում է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով գրակոծների մասին կեղծ պնդումներով։ Տեսնենք, թե ինչ ծուղակներ կան, որոնք Բաքվի ռեժիմը հավանաբար կօգտագործի ցանկացած համաձայնագիր տապալելու համար, լինի դա հիմա, թե ապագայում։ Առաջին խոշոր խոչընդոտը կլինի սահմանազատման հանձնաժողովը, որին իրենք արդեն համաձայնել են ու ստեղծել։ Սակայն նրանց ռազմավարությունը հստակ է։ Նրանք այնպես կանեն, որ սահմանազատման գործընթացը երբեք չհասնի այն տարածքներին, որտեղ ապօրինի օկուպացիայի տակ են պահում մեր տարածքի հատվածներ։ Փոխարենը սահմանազատման գործընթացում առաջ կգնան միայն իրենց կողմից չվերահսկվող տարածքների հարցում։ Երկրորդ թունավոր հաբը Հայաստանում սահմանադրական փոփոխությունների պահանջն է։ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2026-ին։ Խնդիրն այն է, որ նրանց պահանջները, հատկապես կոնկրետ նրանց ուզած փոփոխությունը, ըստ էության հայտնի կդառնա որպես Ալիևի սահմանադրական փոփոխություն։ Եվ դա քաղաքականապես կսպանի այս գործընթացը, քանզի կհամարվի, որ դրանով սպասարկվում են Ադրբեջանի ղեկավարի շահերը։ Երրորդը կլինի պահանջը, որ ԵՄ դիտորդները լքեն Ադրբեջանի սահմանը։ Բաքուն վեճի առարկա կդարձնի այն, որ դրանք ռազմական ուժեր են։ Ըստ Հայաստանի, ԵՄ դիտորդները պետք է մնան, քանի որ նրանք պարզապես ռազմական ուժ չեն, իսկ մյուս կողմը անպայման կպահանջի, որ նրանք հեռանան։ Այս ամենը նշանակում է, որ միջազգային ուժեղ ճնշման ներքո եւ այն պայմաններում, երբ երկու կողմերին էլ գովասանքի խոսքեր են ասվում հաշտության համաձայնագրի տեքստը համաձայնեցնելու համար, կողմերից որևէ մեկի համար դժվար կլինի կարճաժամկետ հեռանկարում ագրեսիայի դիմել։ Սակայն դա չի փոխի երկարաժամկետ դինամիկան։ Այս տարվա վերջում կարծում եմ պետք է ակնկալել, որ ագրեսիայի ինչ-որ դրսևորում տեղի կունենա, այն պարզ պատճառով, որ Բաքվի ռեժիմը չի կարող պահպանել իր իշխանությունը առանց թշնամու, իդեմս Հայաստանի։ Այս ամենը նշանակում է, որ խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվելու։ Իրականում խաղաղության հասնելու միակ ճանապարհը ռազմական ներուժի արդիականացումն է, ինչն այս ընթացքում արվել է, միայն թե այն տարբերությամբ, որ մենք այժմ պետք է ավելի արագ տեմպերով, ավելի մեծ մասշտաբով անենք դա։ Բացի այդ, մեզ անհրաժեշտ են կենտրոնացված ջանքեր Բաքվի ռեժիմին ապալեգիտիմացնելու եւ մարգինալացնելու համար։ Խաղաղության հասնելու միակ ճանապարհը սա է, ոչ թե ստորագրված ինչ-որ համաձայնագիր։ Անցնենք երկրորդ թեմային։ Խոսքը X սոցիալական հարթակում Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի արած հետաքրքիր գրառումն է, որում նա Բաքվի ռեժիմից պահանջում էր ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ որն ավելի կարեւոր է, ազատել Բաքվում պահվող մեր հայ պատանդներին։ Սա իրականում առաջին դեպքն է, երբ ԱՄՆ որևէ պաշտոնյա այս հարցն ընդգծում է հրապարակային։ Ինչու է սա կարեւոր։ Սա կարեւոր է ավելի լայն համատեքստում, քանի որ բոլորն ակնկալում են, որ Ալիևը կստորագրի խաղաղության պայմանագիրը, մինչդեռ նա իրականում չի ստորագրի։
Նախ կարևոր է հասկանալ, որ ԱՄՆ-ում արտաքին քաղաքական բարձրաստիճան երկու պաշտոն կա՝ պետքարտուղարը եւ ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականը, որը ըստ էության Դոնալդ Թրամփի աջ ձեռքն է, ինչը շատ կարևոր է դարձնում նրա պաշտոնը։ Երբ նրա դրամաչափի որևէ մեկն է հրապարակային կոչ անում, դա շատ ավելի ազդեցիկ է, քան երբ այլ մարդիկ կամ հաստատություններ են նման կոչեր անում։ Եվ սա Բաքվի բռնակալին բարդ իրավիճակում դնելու եւ ապա լեգիտիմացնելու ավելի լայն ռազմավարության մասն է կազմում։ Անդրադառնանք երրորդ թեմային՝ մի քանի հետաքրքիր բիզնես նորությունների Հայաստանի տարբեր ոլորտներից։ Հրապարակումները վկայում են, որ բանկային հատվածն անցյալ տարի ստացել է $923 միլիոն շահույթ, գրեթե կրկնապատկելով 2 տարի առաջ ստացած եկամուտը։ ՏՏ ոլորտը, ներառյալ ՏՏ արտահանումը, անցած տարի գերազանցել է $2.3 միլիարդ։ Բացի այդ, հանքարդյունաբերության ոլորտը գնալով ավելի կարևոր է դառնում, հատկապես Հայաստանի համար անվտանգային առումով ռազմավարական նշանակություն ունեցող հանքարդյունաբերության խոշոր ծրագրերը, որն այժմ միջազգային ուշադրության է արժանանում Ուկրաինայում եւ այս տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների պատճառով։ Կառավարությունը որոշեց $150 միլիոն վարկ տրամադրել Ամուրսարի ոսկու հանքի արդյունաբերությամբ զբաղվող ընկերությանը, որը կառավարվում է ամերիկա-կանադական կոնսորցիումի կողմից։ Հիմա անդրադառնանք Հայաստանի խաղային ինդուստրիային, որը հաճախ ընկալվում է որպես վիճահարույց ոլորտ։ Ազգային ժողովը նոր օրենսդրություն է ընդունել, կրկնապատկելով խաղային արդյունաբերության հարկերը։ Այնուամենայնիվ, այս քննարկումների ընթացքում բացահայտվեցին մի քանի զարմանալի թվեր, որոնք նախկինում երբեք չէին հրապարակվել։ Հայաստանի խաղային ինդուստրիան, որը ներառում է մի քանի խոշոր ընկերություններ, $15.8 միլիարդ եկամուտ է ունեցել, ինչը հսկայական գումար է Հայաստանի նման երկրի համար։ Եթե հաշվենք, ապա սա հավանաբար նշանակում է, որ արդյունաբերության շահույթի մարժան 2-ից 4 միլիարդ դոլարի սահմաններում է։ Ենթադրվում է, որ այս եկամուտների 90-ից 95%-ը գալիս է միջազգային շուկաներից, ոչ թե բուն Հայաստանից։ Հետաքրքիրն այն է, որ հայկական ընկերությունները ոչ միայն գերիշխող են ազարտային խաղերի ոլորտում, այլ կան նաև հայկական ընկերություններ, ինչպիսին է Digitane-ը, որոնք զբաղվում են խաղային արդյունաբերության ծրագրային ապահովմամբ, որը դառնում է աճող այդ արդյունաբերության մասը։ Որպես եզրափակում պետք է նշեմ, որ Հայաստանում շահումով խաղերի ոլորտի վերաբերյալ քննարկումների շուրջ մեծ տաբու կա։ Չնայած այս ոլորտի տնտեսական հսկայական ազդեցությանը, մարդիկ կարծես ամաչում են դրանից եւ այն հաճախ դիտվում է որպես մեր բիզնեսի վիճահարույց ոլորտ։ Այնուամենայնիվ, որևէ ոլորտի վերաբերյալ բարոյական մտահոգություններ ունենալու շքեղություն մենք մեզ թույլ տալ չենք կարող։ Ի վերջո, մեր նպատակը պետք է լինի հարուստ, բարգավաճ եւ ուժեղ դառնալը, եւ մեզ չպետք է մտահոգի այն, թե ինչ ճանապարհներով են հասնում դրան։ Շնորհակալություն հաղորդումը դիտելու համար։